Սելի ավադագիցներ, սելի հայորդիներ, գողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Նաև գողջունենք բոլոր անոնք, որոնք գեդևին մեզի համացանցի միջոցով եւ կամ հերադեսիլի ICF-ն Get TV-ի միջոցով։ Որ որեք Աստված օրհնե ձեզ, առողջ բահե, հավատքով բահե եւ անփորձանք անվտանգ բահե։ Մեր պաշտամունքները գշարունակվին Եգոր Գիրագի 9-րդ ցանկերեն լեզվով պաշտամունք, ժամը 11 հայերեն լեզվով պաշտամունք եւ անշուշտ ամսվա առաջի Գիրագին է գունենանք Սուրբ հաղորդություն։ Իսկ շաբաթօր այլ մարդիկ գունենան այլ մարդոց ամսվա նախաճաշ եւ հանդիպումը ժամը 9:30։ Օգոստոս ամսվան մեջ Եկեղեցին գծրակրե ունենալ ընտանեկան երեկոմը, ընտանեկան երեկո Family Night, օգոստոս 8-ը շաբաթօր ժամը 4-ին մինչև 8-ը նաև ընթրիքալ կա։ Ուրեմն նկատի առեք այս թվականը ձեր զավակներով, ձեր թոռներով հրավիրեցեք ուրիշ անձեր եւ որպես մեծ ընտանիք ունենանք հատուկ երեկոմը։ Եվ այս բոլորի մեջ փառք տանք երրորդության Աստծուն։ Սերիներ, մայիս ամսվան մեջ անդրադարձանք մայրերու օրվան։ Հունիս ամսվան մեջ անդրադարձանք հայրերու օրվան։ 1994 թվականին սկսյալ Ամերիկայի մեջ հուլիսի 4-րդ գիրագին նշանակվեցավ, հատկացվեցավ որպես ծնողքի օր։ Ուրեմն անդրադարձանք մայրերի օրվան, հայրերի օրվան եւ այսօր անդրադառնանք ծնողքի օրվան։ Եվ այսօրը նվիրված է ճանչնալու, մեծարելու, շնորհակալություն հայտնելու այն անձերուն, որոնք հանձնարին երկրակունթի աշխարհի ամենեն գեղեցիկ, բայց նաև ամենեն վախնալիք, բայց նաև ամենեն նվիրյալ եւ ամենեն սուրբ, բայց ծանր թերեն մեկը ծնող կլալ։ Սելի քույրեր եղբայրները լակ հարազատ ծնողք, գամ որդեքրող ծնողք, գամ խնամադար ծնողք, գամ մեծ հայր, մեծ մայր, եւ գամ ծնողքի թեր արիք, եւ անոնց դերը լեցուցիկ, գամ ալ որպես հոգևոր առաջնորդ, որ անցմը ծեր միջոցով վերստին ծնունդ ունեցավ, Աստուծո արքայության համար։ Այսօր ձեզ կպատվենք, կմեծարենք, շնորհակալություն կհայտնենք ձեր նվիրական ծառայության համար։ Անգերձլանք ծնող լալը թյուրին չէ։ Անհուն չանք, խանդ, ուշ գիշերվա մտահոգություններ, ադեններ, այրած ջաշեր մեջտեղ գելեն։ Եվ անսագարկ սիրո ճամփորդությունն է։ Բայց ամենեն ավելին Աստվածաշունչը մեզի գսորվեցն է, թե ծնողքը լալը Աստծո հետ աստվածային գործակցությունն է։ Եվ կտեսնենք Աստծո ծրագիրը ընտանիքին համար եւ կգարտանք հիմա Եփեսացիս 6-րդ գլուխ առաջին 4 համարները։ Ուր առաքյալը իր խոսքը գուղի այսօր մեզ մերուրականչյուրին ասելով։ Որդիներ, ձեր ծնողներուն հնազանդ եղեք դերոճմով, վասնզի այդ է արժանը։ Բատվեք ու հայրդ ու մայրդ, որ առաջին բատվիրանքն է խոստումով, որբեսի քեզի աղեգլա ու երկար կյանք ունենաս երկրի վրա։ Եվ դուք հայրեր, եւ անշուշտ մայրեր նաեւ ձեր որդիները մի փարգացնեք, հապազանոնք մեծուցեք դերոճը վարժությունով ու խրատով։ Ուրեմն առաջին
գոչ հաջորդ սերունդին բադվել։ Բողոս Արաքյալ գհիշեցնե 5 դագարանի 5-րդ բադվիրանը, բադվե հայրը թումայրը։ Եվ ուշադրություն եթե դարձնենք, Աստվածաշունչը այս բադվիրանին համար ժամկետ կամ թվական չի տներ, այսինքն expiration date չունի բադվելը, որ այսինչ դեղ հասնիսն այլևս գեցուր։ Այսինքն չենք դադարիր եւ պետք է դադարենք մեր ծնողները բադվել է, նույնիսկ դարիքնից 18 է, 40 է, 50 է, 60 է եւ այլն։ Ծնողներ բադվել կնշանակե ընդունել անոնց զոհողության գշիրը։ Կնշանակե գիտակցիլ, որ անոնք հրաժարեցան իրենց հանգիստեն, իրենց քունեն, ժամանակեն, նյութական միջոցներեն եւ իրենց սեփական երազներեն, որովհետեւ մենք կարենանք գերդել մեր կյանքը։ Պատմությունը գա Սարա աննով երդասարդ աղջկամ։ Գբացրաստվեր իր բսակացության։ Մայրը ամիսներ շարունակ անդադար աշխատած էր, որպեսզի իր հարսանեկան բսակի հագուստը մայրը գարի։ Բսակի նախորդող իրիկունը, երբ մայրը հարսանեկան հագուստը կհանձնի աղջկան, աղջիկը կնկատի մոր ձեռքերը, որ ասերի ծագոցներով ձգձգված, գոպտացած եւ խորապես հոգնած։ Բադանի դարիքին երբեմն գամչնար, երբ մայրը զինք դպրոց կդաներ, որովհետև մայրը բարձ քիչ մհինցած հագուստով էր, եւ ձեռքերը միշտ գոշտ կերևնային, այսպես ասած, բախտադելով ուրիշ մայրերու։ Իմիջայլոց այսօր մոր ձեռքերուն չեն նայել, այսօր ցավի սիրտի մա պետք է փագակից մփանամ հոս, ինչ որ գլսեմ գիմանամ, զավակները ավելի գնային, որ մեկ մոր ինքնաշարժը, որ մեկ թվի է, կամ ինչ տեսակ է, եւ կսկսին մրցակցություն անոր մեջ։ Ցավալի է, բայց այս է իրականությունը։ Ուրեմն նայելով այս աղջիկը մոր հագուստին, գանցաթարնա մանկության բադանեկության իր այդ ամճնալը, որ մորը ձեռքերը այդպես հոգնած էին։ Անշուշտ հուզումով գարնե մորը ձեռքերը կհամբուրե շնորհակալություն հայտնելով, որ ինչքին վճարված էր, որպեսզի այդ զավակը հոտ հասնի եւ կամ այդ հագուստը բացաստվի։ Սելիներ ծնողքի այս հատուկ օրվան մեջ մեզ շատեր պետք է նային իրեն ծնողներուն հոգնած ձեռքերուն։ Պետք է անդեսենք եւ մորնանք մեր ծնողներուն թերությունները եւ տեսնենք այն ծածուկ զոհողությունները, որոնք անոր ըրին, որպեսզի մենք այսօր հոսլանք։ Ուրեմն որպես եկեղեցի մեր առաջի արձագանքը պետք է լա եւ է սրտանց շնորհակալություն ցեզի սիրելի ծնողներ, մեծ ծնողներ։ Երկրորդ բադվեր ծնողներուն աշակերտություն եւ ոչ թե գադարելություն, աշակերտություն եւ ոչ գադարելություն։ Բողոս Արաքյալ իր խոսքը գուղե ծնողներուն, նախ զավակներուն ուղեց, հատվածին մեջ ետքը ծնողներուն, եւ գուտա ըսկուշացումը եւ բադվերմը, գսե ծեր որդիները մի պարգացնեք, հապազանոնք մեծուցեք դերոչը վարժությունով ու խրադովը։ Սելի ծնողներ, սելի մեծ ծնողներ,
լավ լսենք, ես ալ դուք ալ ամեն մեկս։ Աստված մեզ չի բանջեր գադարյալ ծնողք ըլլալ։ Աստված գխնդրե որ ըլլանք մեր զավակներուն համար միշտ ներկա եւ միշտ աղոթող ծնողներ։ Աղոթող ծնողներ։ Այսօր աշխարհ աղրելի ջնշում գփանեցնե ծնողներուն վրա։ Մեկ կողմը աշխարհ կսե ցկե որ զավակդ ազատ մեծնա ուզածին բես մեծնա ինչ կուզես թողնե։ Եվ դու քու կյանքիդ նայես։ Այսի մեկ կողմն է։ Ուրիշ կողմ աշխարհ կջնշե ծնողքին որպես իրենց զավակներուն համար ծնողքը գադարյալ գենսակրությունը, CV-ը, ռեզյումեմը պատրաստեն։ Բայց արագած գիրքը գհիշեցնե 22-6 գրթե մանուկը իր ճամփանը սկսած ադեն որբեսի ձեռության ադեննալ անգե չխոդորի։ Ուրեմն ծնողքի ամենամեծ մարտականությունը չէ ամեն չանկթափել եւ ապահովել, որ իր զավակներ հարուստ լան կամ հրճագավոր լան, այլ ծնողքին մեծակույն բարտականությունը զավակները ներկայացնել անոր, որը ստեղծեց իրենք եւ ադիգա կգադարվի ծնողքին ամենօրյա ապրելակերպով։ Պատմությունը կպատմվի փայդահատ հորմը մասին։ Ծմերնային իրիկում ըստիված էր ցուներուն մեջ են մեկ մղոն քալել, որբեսի գախմը մեքենաներ ըստուկ է։ Գախվի դակ հակուստեր եւ ցունին մեջ են գքալե։ Քանի մհայր գանկուն քալել է, ոտ քալել է յետ ձանր կոշիկները գմխրջվին ցուներուն մեջ եւ յետևեն ցայն մգլսե։ Յետ կդառնա եւ զարմացած կտեսնե իր 7 տարեկան տղան։ Թողալով շատ թեթև փամահակած վրան չանք կթափե քալելու։ Տղան 7 տարեկան բզդիկ քայլեր գփորձե որքան գտնալ լայն փանալ որբեսի գարնա հորը ոտնահետքերուն մեջ իր ոտքերը տնել։ Դրան գնայի հորը մեկ ոմենագրաները գթողան բաղեն ժբիդով գսե նայ հայրի ճիշտ քու ոտնահետքերուտ վրայով գքալեմ։ Հայրը հուզված չի բաճեր դղուն լալով գկրգե դղան գպատեզինք իր վերազգուն ավրան գտնե եւ գսե ուր որ ես քալեմ զավագսալ հոն պիտի հետևի։ Սելի ծնողներ մեր զավակները գտիդեն թե ինչպես գքալեն կյանքի դժվարություններուն մեջ։ Անոնք կնկատեն թե ինչպես գվարվինք մտահոգություններու հետ։ Ինչպես գահարկենք կպատվենք մեր ծնողքն ու մեր գորագիցը։ Եվ ինչպես գարցականքենք ցախողություններուն։ Ուրեմն որպես ծնողք հավատքը գսորվեցնենք ոչ միայն զանոնք եկեղեցի բերելով, այլ անոնք ցույց տալով թե ինչպես ձունգի գուկանք եւ դժվարություններու մեջ լանք։ Իրականության մեջ ծնողքը շնորհք կսորվեցնե երբ ներողություն կխնդրե անոնցմե երբ համբերությունը հատնի։ Երրորդ շնորհքի խոսք հոգնած ծնողքին։
Սելներ չեն կրնար ծնող կլալու մասին խոսիլ առանց անցադառնալու ծնող կլալու ծանրության։ Ուրեմն այն ծնողքին, որ այսօր հոգնած է, այն առանցին մոր, որ գիշեր ցերեկ իրար խառնած գաշխատի, կմտահոգվի, այն հոր, որ կմտածե թե արդյոք բավարար նյութական գաբահով է, այն ծնողներուն, մեծ ծնողներուն, որոնք գուլան իրենց անարդակ ու մոլորած զավգին համար, արցուն կթափեն, հիշեցեք, Աստված ձեզ կտեսնե, Աստված ձեզ գիտե եւ Աստված կտեսնե ձեր նվիրումը, առանցին չեք։ Իրականության մեջ ծնող կլալը երկարադեպ ծառայություն է։ Այսօր ծնող արցունքով սերմեր գցանե, որոնց հունցքը թերևս դարիներ ետ պիտի տեսնենք։ Ուրեմն, սիրելի ծնող, երբ դուք ձեզ հոգնած, դգար, անգարող գսկակ, հիշեցեք, որ Աստված ոչ թե միայն կտեսնե ձեզ, կկրկե ձեզ եւ նաեւ ձեր զավակներն ալ։ Օրինակ պիտի առնենք չինական բամբուի ծառը, եթե լսած եք այս չինական բամբուի ծառին մասին։ Ուրեմն երկրակորձը գցանե այս ծառին սերմը, գչրե, գբարարդացնե այն ամբողջ դարիմը, բայց ոչինչ կբադահի։ Ոչ մեկ գանաչ ձիլ մեջտեղ գել է։ Գչրե, գխնամե երկրորդ դարիմը, փամչել է։ Երրորդ դարին նույն ցևով գչրե, գբարարդացնե, չորրորդ դարին եւ փամչի գա։ Անշուշտ ծրացիները եթե տեսնեն այդ վիճակը, գսեն այս մարդուն փամ եղած է, բարա փողը միան գչրե, գբարարդացնե։ Հինգերորդ դարին հրաշալի փամը կբադահի։ Միայն 6 շաբթվան ընթացքին, 6 շաբթվան մեջ չինական բամբուի ծառը կփարսանա մինչև 80 ոտք երկարություն։ 6 շաբթվան մեջ, այսինքն մոտավորապես 24 մետր։ Հիմա հարցում արդյոք ծառը 6 շաբթվան մեջ աճեցավ, թե 5 դարվան մեջ աճեցավ։ Պատասխանը 5 դարվան մեջ է։ Այդ բոլոր դարիներուն, երբ փամը դեսանելի չէր հողին վրա, հողին տակ ծառը գզարկացներ հսկայական արմադային թրությունը, որովհետեւ կարողանա շալգել իր աբակա այդ փաստությունը։ Ուրեմն սիրելիներ, ադեներ գարսեմ ինչպես եք, ոմանք կպատասխանեն ինձ հոգնած եւ բեռնավորված։ Ուրեմն սիրելի հոգնած եւ բեռնավորված ծնողներ, մեծ ծնողներ, որ հաճախ կսկակ թե ձեր աղոթները, ձեր խրատները, ձեր սերը խուլ ագանչներ ու գահանտիպի, մի հուսահատիկ։ Դուք հողը գչրեք, արմատներ կգազմեք, միայն այն պատճառով, որ այսօր ձիլը չենք տեսներ, չի նշանակեր, թե Աստված հողին տակ չի գործեր։ Ուշ կամ գանուղ ձեր ցանածը բդուղ պիտի տա։ Համբերություն ցեզի։ Համբերություն մեր բոլորին։ Վերջացնենք։ Ծնողքի օրը սովորական դոնը չէ։ Իրականության մեջ հոգևոր հանգրվան մնե։ Ուրեմն սիրելի զավակներ, չափահաս զավակներ, եկեք այսօր կորզնաբես սիրենք մեր ծնողները, հեռացայնենք, հարցնենք, կրկենք, ներենք, շնորհակալ լինենք անոնց նվիրական ներծումին համար։ Եվ ծնողներ, մեծ ծնողներ, քաչալերվեցեք,
դերոճմով ծերտապած քրդինքը փնավ բարապ չերտավ։ Դու կգերդեք ամեն մեկ բատմությամբ աբակամը եւ ամեն մեկ աղոթքով փայլուն աբակամը։ Ուրեմն սերներ եկեք այսօր աղոթենք մեր ընտանիքներուն համար, որովհետեւ մեր դուները լան այնպիսի վայրը, ուր Աստուծո սերը գսկացվի, Աստուծո շնորհքը գաբրվի եւ Աստուծո խաղաղությունը գդիրե։ Առանց Աստուծո դունը գփլի, Աստուծմով դունը դունգլա։ Օրտնապեր ծնողքի օր եկեք ոտքի ելենք եւ աղոթենք մեր ընտանիքներուն համար։ Մեր Տեր եւ մեր Աստված այս հատուկ օրվան մեջ քեզի փառք կուտանք մեր ծնողներուն համար, որոնք իրենց լավագույնը դին, որովհետեւ գարնանք մենք այսօր հոսլալ, երախտաբար դենք իրենց ապրած ծառայած կյանքին համար։ Բոլոր անոնք, որոնք մեր մեջն են, շնորհակալ ենք ով Տեր իրենց համար։ Իսկ բոլոր անոնք, որոնք քու կողքդ են, շնորհակալ ենք ով Տեր եւ հավիտենական կյանքի հույսով ներշնչեմ ես իրենց հիշադակը օրհնյալնես։ Եվ մեր ներկա ընտանիքներուն եւ ծնողներուն, զավակներուն, ընտանեկան հարգերուն գաղոթենք, ով Տեր Աստվածային օրհնությամբ պտորտնես, առողջ բահես, հավատքով բահես, սիրով բահես, միապան բահես, քու ջամփուտ մեջ առաջնորդես եւ քու գամքիդ մեջ հաստատ բահես։ Օրհնե եւ օրհնապեր օրեշնորհե քու փառքիդ համար, հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո։ Ամեն։ Մեր Տերոջ սովեցուցած աղոթքը միասնապար գաղոթենք։ Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս։ Ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ցեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ բահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալվադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգվույն հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունը, զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի բահե եւ պաշտպանեցես, հիմա եւ միշտ հավիտյանս։ Ամեն։